Ողջունում եմ ժողովուրդ ջան։ Բարլուս ժողովուրդ ջան։ Մենք հայկական խանութ։ Մեր քաղաքում արդեն կարնավալը չի սկսվել այդպես, բայց այսօր է սկսվելու, արդեն մարդիկ հագնված այդ կարնավալի հագուստներով գնում էին կենտրոն։ Լիքը մեքենա կար, մեքենան կանգնացնել է խնդիր լինելու։ Երեխեքին էլ այդպես հագցրել էին այս ցրտին, նենց ցուրտ է, հիմա 3 աստիճան է դրսում, բայց արև կար առավոտ էդ էլ կորավ։ Բայց սառը քամի է։ Հա, սառը քամի է դրա համար էլ, բայց մեկը 3 աստիճան ցուրտ է շատ։ Գնանք հայկական խանութ լավաշ առնելու։ Հա, բայց լավաշը բրձելը առանց լավաշ էլ դժվար ապրել։ Բայց ես դժվար է ապրել։ Բայց հիմա շատ դժվար է, իհարկե, լավաշը։ Բայց Հայաստանում գնդունիկի լավաշներ չէ շատ։ Հա։ Էդիչ լավ լավաշ էր, բայց Երևանում էլ էին առնում, էլի գնդունիկ էր։ Չէ, հա, Երևանում էլ էին առնում, բայց շատ լավ լավաշ էր։ Ես այն առաջին մի քանի օր որն է, 2 օրն եմ կարողացել լավաշ ուտեմ, ոչ շատ լավն էր։ Դրանց հետո չեմ կերել, չեմ կարողացել մյուս գնալուց եմ ուտեմ լավաշ։ Շատ լավն էր։ Հիմա այս անգամ, այս վերջին անգամ որ հայկական խանութից առավ, լավաշը Հայաստանից եմ տեսնում, մի քիչ ձիգ էր։ Հիմա նայենք այսօր կա, չեմ էլ զանգել, բայց պետք է որ խանութը բաց լինի այսօր Կիրակի օրով։ Նայենք ինչ ունենել։ Այլ է, եթե լինի ավելուկ էլ առնել մի 2 հատ, մի հատ ոնց որ ունեմ տանում, այլ է մի 2 հատ էլ առնել, մնացածն տեղում արդեն կնայենք։ Այս քաղաքը որ գնում ենք, ուրիշ մարզում է, Տերնատը, որտեղ որ հայկական խանութն է, Բրուսելում էլ կա, բայց մենք չենք գնում այնտեղ, եղել ենք, բայց հա, հարմար չի Բրուսելում, հա, դրա համար, այստեղ մոտիկ է։ Հետո այս Տերնատի այդ խանութը, օգտվի խանութ է, նաև մատակարարում է Բրուսելի խանութ։ Հարմար է, մեծ է, լավ է։ Հայաստանից ապրանք մի անգամից ստանեմ։ Գալիս տենց են, հա, տանում։ Հա, ստից են տանում կամ իրանք են երևի տանում։ Մենք կարող է գնանք Հայաստանից ապրանք ստացած է։ Տեսնենք, մի անգամ հարցրինք, ոնց որ ասին, չնայած կարող է տարբեր օրեր ստանալ, չգիտեմ։ Մի անգամ հարցրել ենք, երբ Ծիրանի համար էր, չէ՞ որ հարցրինք, երբ եք ստանում, ասեց, չորեքշաբթի ասեց, թե ինչ։ Հասանք, հա։ 500 մետրից Տերնատն է։ Սիրուն է։ Ամենամեծ տունն է այս քաղաքի։ Rechts afslaan. Սիրում եք եկա։ Կարող է և սրույի է, շատ ցուրտ է։ Aankomst bij Stella, bestemming hè? aan Dat is rechterzijde. Խանութի մոտ էլի լիքը մարդ կա, ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, լավ է բացա, ստող ավելի ցուրտ է, գնանք մտնենք, Այս թողում մոդիկ։ հա, թող ուզում ես, Ինչ ես վերցնում ես։ մտնայմ ինչ կա, հա, բանն է այս ցիտրոնը չորացրած, ռոզմարին, բայց ունեմ, չգիտեմ աշոտ նայ, ես կտեղել ինչը, հա, այս ուզբեկական համեմա ինչա, տեսեք տարբեր երկրներից ունեն էլի, մենակ հայկական չի,
Հաճար ունեմ, պետք չի, արժեքը 250 է։ Այստեղ էլ բլղուրը 350 արժի։ Ես էլ ունեմ մուրաբաները, մոշի մուրաբա 3.99։ Այստեղ ինչա։ Տանձի մուրաբա, այստեղ մուրաբեղենն է։ Այսը տանձի մուրաբա էլի։ Այստեղ ինչ-որ հյութեր են, կոմպոտներ են ելակի, 3 եվրո արժեն կոմպոտները, ես էլ հոնի կոմպոտ, հոնի հյութ, ես էլ ուկրայնական գրեչկա է, անկույսի մուրաբա, ես ինչա, կաղամբի գազարի մարինատ, իկրա, էլի իկրա, խավիար, 270 Հա, դոշապ կա Չգիտեմ, պետք է դոշապը Այսքան ժամանակ երբեք պետք չի եկել Թե մի հատ առնենք ունենանք, չգիտեմ Շամպետը մինչև 27 թիվ Լավ, մի հատ վերցնեմ Էլ ինչ հայտուն առանց դոշապի Այստեղ բարի ախորժակ լեչո է ոնց որ հա լեչո է արժեքը 4 եվրո ես էլ է լեչո ապշար 3 եվրո ես էլ է լեչո Հայկական են էլի Չրերի ընտրանի 10 եվրո արժեն Սույճուք էլի 10 եվրո շատ սիրուն են տուփերը Ուզբեկական Հələ նայեք ինչ է ժողովուրդ Խոզիական շներ Ինչ զզվելի է չէ Կապշոնի է Դեպես ինչա տեսնեմ հելը Մանդակ, տապակած մանդակ Մանդակը որն է Շուշանը չի չէ մանդակը Դոպե
Ընկույզի մուրավա Այստեղ էլ կոնֆետեղենն է, բայց սրանք հայկական չեն Չէ, հայկական չեն Կիլոն 16 եվրո, 13 եվրո Այստեղ էլ տորտեղենն է 15 եվրո, 20 եվրո, 25 եվրո Ինչ տորտեր են ռոշեն Տեղը-տեղով ցուրտ է, սառը քամի Մի քիչ տեսակ, խանութը, Գները բարձրատ է, բնականաբար դրսից են բերում, պետքա դրսից են բերում, Հայաստանից են բերում, պետքա բարձր լինի Ցուրտ է նստեմ ես, չվաշուտ է Օլե, դուր չի բացվում Ռուսներ, ուկրայնացիները շատ են Խորոված բան են պատվրում, հետո գալիս վերցնում են Բայց բարձր են, չէ գները աշուտ Բարձր են Բաներ կա, օրինակ, ինչ-որ ռուսական բաներ կա, ռուսական խանութի հետ համատած էժան են Հիմա օրինակ ես գրեչկան, որ ես վերցրի, էժան էր, մի կիլոն 1.95 էր Մի րոպե նայենք, մի հատ Բայց ինչ-որ Հայաստանից է գալիս թանկը Ես ավելուկ էլի եմ ասել, այստեղ կիլոն գալիս է 30 եվրո, իսկ Բրուսելի հայկական խանութից առնում են ծանոթները կիլոն 35 եվրո են առնում։ Ինչևէ մի քիչ առևտուր արեցինք, տանը արդեն ցույց կտամ։ Ավելուկը շատ լավ է Աղեստամոքսյան տրակտի համար։ Ես դրա համար եմ միշտ առնում։ Տանն ենք արդեն։ Դա տունը ոչ շտանդ է երկես սովորել ենք արդեն մեր տան ջերմաստիճանին առևտուրը մի անգամից դատարկենք միասին երկու հատ ավելի կեցի անցյալ անգամ որ ոսկով եփեցի ձեր գրածով էի դեպ ոնց որ կողմնորոշվեցի որ ոսկով արեցի որտեղ ես միշտ ծավալով էի անում ես անգամ ոսկով ու բուրբուրով սարքեցի Շատ լավ եղավ, շատ հավանեցի, մտածում էլի այդպես կսարքեմ, բայց աշուտն ասում է ինչի ծավալով չես արել, սովորություն է էլի երևի, երկու հատ ավելուկ վերցրենք, այս չիլի պղպեղ եմ վերցրել, հայկական, չէ, հայկական չի, Жизнь со вкусом. Երևի ռուսական կամ ուկրաինական Մի հատ եփած խտացրած կաթ վերցրի Կարող է պետք է, չգիտեմ, մի բան սարքեմ Հայ, իդեպ քան ես խտացրած կաթը տեսա, հիշեցի նորից Ես արդեն ասացի նախորդ կադրի մեջ իմ կրեմի մասին, սերուցքով կրեմի մասին, բայց տեսա նորից հարց կա, էլի մի հատ էլ կարճ ասեմ, սերուցքով կրեմը ես պատրաստում եմ այսպես։ Վերցնում եմ սերուցքը 500 մլ, այսպես ասեմ, կախված օրինակ տորթի կամ բանի քանակից, տիրամիսուի համար ինձ քիչ էր պետք, բայց եթե օրինակ ես ծնունդի տորթ սարքելու լինեի, կվերցնեի 500 մլ սերուցք, կավելացնեի խտացրած կաթ, մի հատ ինձ թվում է շատ կլներ, մի քիչ ես քիչ կավելացնեի, խտացրած կաթը միշտ կարելի է համով ավելացնել, եթե շատ քաղցրեք սիրում, ուրեմն ամբողջ բանկան ավելացրեք, եթե իմ նման քիչ քաղցրեք սիրում, ուրեմն մի քիչ ավելացրեք։ Միանգամից ես խտացրած կաթը ավելացնում եմ սերուցքի վրա, սերուցքը սառնանից հանում եմ ու պատրաստում եմ, այսինքն պետք է սառն լինի։ Կաթը ավելացնում եմ սերուցքի վրա ու հարում եմ։ Սկզբում կամած աստիճանով եմ հարում, հետո ուժեղացնում եմ, մինչև պնդանում է։
Այդպես լավ պնդանում է, հետո նոր ավելացնում եմ հալած պանիրը, մի ամառ ռիկոտա, ես ընդհանուր իմ կրեմի ձևն եմ ասում, տիրամիսուի ժամանակ մի քիչ բաղադրիչները, չափաբաժինները քիչ էին, այսինքն տանը ինչքան ինչ ունեի ավելացրել էի, ուրեմն այս պորցիայով մի աման էլ ռիկոտա կամ ինչ-որ Ֆիլադելֆիա, ինչ-որ ավելացնում եք, հալած պանիր, ու էդ է իմ ամբողջ կրեմը, ինչ որ ես շատ հավանում եմ, շատ լավ տորտեր են լինում, շատ համով են լինում, ձեզ էլ նույն ձև խորհուրդ կտամ։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, ուրեմն ես էլ խտացրած կաթը։ Իդեպ ասեմ, եթե նույն սերուցքով կրեմը կարաք առանց խտացրած կաթի սարքեք, ավելացնեք շաքարի փոշի, էլի համին նայեք։ Դա այդպես։ Մի հատ տոմատի մածուկ եմ վերցրել։ Տոմատի մածուկը երբեք շատ չի լինում։ Այս բարի ախորժակ, ես լեչոնա ոնց որ։ Մի հատ սրանից վերցրի։ Աշոտի երշիկա վերցրել։ Մալիշկա կաթնային։ Դոշապ մեկ մտածեցի վերցնեմ, չվերցնեմ, հետո մտածում էի լավ երբեք պետք չի եկել, հետո ասում լավ էլ ինչ հայտուն առանց դոշապի, վերցրել եմ մի հատ։ Հնդկացավարը արժեր 1.95, ուկրաինականը։ Հա, այս խորոված սմբուկ աշոտը վերցրել, ես թված խավիարա վերցրել, բայց չէ, սմբուկ, ինչ էլ սիրուն տեսք ունի, լնայեք։ Աղացած սև պղպեղ եմ վերցրել։ Սրանք ավելի լավն են, քան են ամաններով, որ փոքր ամաններով վերցնում են։ Լավաշա վերցրել։ Երեք հատ էլ Սևանի լավաշ, Սևանի մեր, չէ, հա, Սևանի հացի գործարան։ Հայկական ալյուրով մասամբ Հայաստանից և այլ երկրներից առանց կոնսերվանտների և արհեստական հավելումների։ Երեք հատ էլ լավաշա վերցրել, ամեն մեկի մեջ 5 հատ է, այսինքն 15 հատ լավաշ։ Այսքանի համար վճարել ենք 57 եվրո 25 ցենտ։ Մեկ ասեցի մուրաբայել վերցնեմ, հետո ասեցի չէ, ինչի վերցնեմ, որ ուտենք առավել ևս հիմա քաղցրավենիք կա, այս դեսերտը կա, տանը տիրամիզու, չրեր և այլն, ավելի լավ է չրեր ուտենք, քան թե մուրաբա, որտև շաքարը շատ է մեջը։ Իսկ եթե չառնենք բերենք տուն, բնականաբար չենք ուտի։ Ճաշս այնտեղ իր հավեսով եռում է, հիմա գնամ աղ ավելացնեմ, կանաչի ավելացնեմ ու քանջախ։ Ես մի լավաշը կտրեմ, այն երկու հատը հենց այդպես դրեցի սարսափցիկ, ես մի հատը կտրեմ, մեկը աշոտ մենակ է ուտելու լավաշ, ես չեմ կարա իրա հետ ուտեմ։ Ես ցույց տամ, տեսեք ինչքան մեծ լավաշ է, բայց Հայաստանի լավաշը շատ լավն էր իրոք, կարմրաթուշիկ, այն ինչքան լավ լավաշ էր, բայց ես չգիտեմ այդ ինչ լավաշ էր։ Ապարանում կարծեմ գնդունիքիններ, բայց չգիտեմ Երևանում որ սուպերմարկետից առնում ենք ինչ լավաշ էր, որտեղ տարբեր տեսակի կային։ Ես լավաշ շատ եմ սիրում ու փափուկ ու կարմիր լավաշ եմ շատ սիրում։ Գրել էիք ատամների գինը ամբողջիննա, թե մի հատի գինն էի ասում իմ սիրելի բարեկամներ, այդ որ 450 եվրո կամ դրամով ասում էի 180,000 դրամ, մի հատ իմպլանտի գինն էր ամբողջական, ամբողջինը չէ։ Բայց մեկը ամբողջինն էլ իրար հետ էլի ավելի էժանա լինում, շատ ավելի էժանա լինում, օրինակ ինձ ձեռ է տալիս, որ ես թեկուզ 2 անգամ Հայաստան գնամ, այնտեղ ատամներս սարքեմ, պատկերացրեք ատամների գինը, այնտեղ մնալու, տուն վարձելու, տոմսերի ինքնաթիռի գնալ գալու գներովը ինձ ավելի է ձեռ տալիս, քան որ այստեղ ես սարքեի իմ ատամները։
Դե բնականաբար համատում ենք գները, չէ, այստեղ ու այնտեղ, այստեղ այդ համատած Հայաստանի գները շատ մատչելի է։ Այսօրվա այստեղի ցուրտը Հայաստանում էլ ապարանից աղջիկս էր զանգել խոսում ենք, այնտեղ էլ ասեց երեք ոնց որ անձրև բան ա եկել ահագնձյունը հալածրել ա, այսօր էլ արև չկա ասեց, բայց էլի այդպես հալվում ա։ Այս ցրտին էլ այստեղ մարդիկ գնացել են կառնավալի։ Շուտն ասում ուզում ես գնանք, բայց չեմ ուզում ցուրտը։ Ասնել դառնալու ձեր համար կադրեր կնկարել, բայց այդպես չեմ ուզում այն մյուս օրերն էլ գործի կլնեմ, այսինքն ոչ մի օր ազատ չեմ լինի, որ գնանք կառնավալ, բայց այս կառնավալին դե ասում եք գնանք գոնե ֆրի չսկուտենք, ֆրի։ Ինձ թվում է անգամ իրա տոպրակի մեջ էլ պետք է դնեմ, այն տոպրակները իմ զիպ տոպրակները վերջացել են, ոչ մի չափի չունեմ էլ, ակցիոնել չեմ կարա գնամ, այս մի 4 օրը որ չեմ կարա գնամ, բայց այ առաջ կա ազատ օրս կգնամ ակցիոն, վաղուց չեմ գնացել, հատուկ գնումներ չունեմ, անգամ մտածում եմ կարելի է Թեմոյից էլ պատվիրել, որտև էլի բաներ եմ պետք, քանի այդ նոր օրենքը չի մտելու ուժի մեջ, ամառվանից է մտնելու, այդ որ պետք է մինիմում 150 եվրոյի օնլայն, դրսի օնլայն ցանցերից, խանութներից պատվեր անենք, եթե չէ, այստեղ հարկ ենք մուծելու, իսկ թվում է այդ հարկը, եթե ճիշտ եմ հասկացել, 3 եվրոյի է կազմում, կարող է, չգիտեմ, բայց վստահ չեմ ասում, էլի։ Իսկ եթե այդպես շարունակվի, բնականաբար էլ չենք պատվիրի, եթե շատ, ասենք, հարկ նորից պահեն։ Իսկ եթե այդ 3 եվրոն պետք է լինի, հիմա այնքան են պահում, թող այդ 3 եվրոն էլ պահեն։ Տեսնենք, կամ պետք է գնամ բանից, ակցիոնից գնայեմ, ուղղակի այն ափսեների վրա, որ քաշում են գլխարկներից էլ եմ ուզում առնեմ, բայց դրանք ակցիոնում չեմ տեսել, կարող է լինում է, բայց ոչ միշտ չգիտեմ։ Դրա համար երևի Թեմոյից պատվիր եմ, մի հատ պատվեր անեմ այնտեղից։